2003 թվականի հուլիսի 13-ին Սառնախփյուր գյուղում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ ռուս-հայկական սլավոնական համալսարանի եւ Շիրակ միջազգային միություն հասարակական կազմակերպության մասնակցությամբ տեղի ունեցավ գիտաժողով նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 85-րդ տարեդարձին եւ Արևելյան Շիրակում 1918 թվականի մայիսի կեսերին տեղի ունեցած գոյապայքարին։ Այստեղ հյուրերին ընդունեցին աղ ու հացով։ Գիտաժողովը սառնախփյուրցիների համար կարևոր նշանակություն ունի եւ պատահական չէր, որ գյուղում տոնական տրամադրություն էր տիրում։ Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը։ Ինչպես ասեմ, անցած իրադարձությունները, որոնք արժանի են իշադարձած, երբևէ չեն մոռացվում։ Գոնե կա պատմագիտությունը, որը հնարավորություն է տալիս ժամանակ առ ժամանակ մոռացված իրադարձությունները ջրի երես բերել եւ շատ ու շատ կարեւոր, ասեի, շրջադարձային նշանակություն ունեցող անցքերի պատմությունը անցնել քրտին։ Այնուհետև ողջույնի խոսք ասացին Շիրակի մարզպետ Ռոմիկ Մարգարյանը, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, որից հետո գիտաժողովի մասնակիցներն անցան զեկուցումներին։ Առաջինը զեկուցումով հանդես եկավ ռուս-հայկական սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների տեխնացու Վահան Մելիքյանը Հայաստանը անկախության նախօրեին թեմայով։ Ապա ամբիոնին մոտեցավ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որը զեկուցում կարդաց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում հաղթանակի եւ Հայաստանի Հանրապետության հռչակման պատմական խորհուրդը թեմայով։ Վահան Մելիքյանի եւ Աշոտ Մելքոնյանի զեկուցումները ցավոք տեսագրվել են միայն հատվածաբար, եւ այսօր տեսագրված կան զեկուցումների ընդամենը մի քանի դրվագներ։ Այդ պատճառով մենք կներկայացնենք այն զեկուցումները, որոնք տեսագրվել են ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ։ Ինձ համար շատ բազով սառնախփյուրի եւ սառնախփյուրցիների երաժշտական թվականների կեսերի երկրորդ տարեվա 9-10 տարեկաներ երեխաներով ոտքով մարալից գալիս էին սառնախփյուր, հաստակցում Վարշավոնի հրաշք գյուղախոսությունների այս միջավայրում ձևավորվում էր երաժշտական թվականների այդ դաժան տարիների, մանուկների, նաև ազգային ուխտեվարությունը, որոր այդ մեծ իրադարձությունների վրա նաև էր ավանդական քաղաքական կուսակցությունների, դաշնակցության, հնչական կուսակցության ռմբկամարտերի վրա, որոնք հսկայական դեր էին խաղացել ազգապահպանության գործում, ազգային հոգեբանությունը մեր ժողովրդի մեջ տեղարկելու գործում։ Որքան էլ սխալներ ունենային այդ կուսակցությունները, այսօր հանդերձ նրանց ամբողջ էությունը մի նպատակ է հետապնդում։ Գոնե նախ Թուրքիայի սահմաններում ազգային ավտոնոմիայի հասնել եւ եթե հնարավոր էր նաեւ ամբողջական անկախ ազատ Հայաստանը վերականգնել։ Ես մենք ասում ենք դաշնակցություն, հայ-հեղափոխական դաշնակցություն, նրա թույլ տված սխալների հետ մեկտեղ մենք առաջին ենք հասկանում ենք Քրիստոֆոր Միքայելյանի, Զավարյանի, Ռոստովի, Անդրանիկի, Արամի, Նեշտերի, որոնք իսկապես իրենց մեջ ամրապնդեցին հայ ազգային հոգեբանությունը եւ իրենցով նաեւ նկատելի ազդեցություն ունեցան մեր ժողովրդի վրա եւ ազատագրական պայքարի շարժումների վրա։ Այն հարցի մասին, ինչ-որ ես հիմա խոսելու եմ, Շիրակում Մարանիկում կողմեն կապում է դաշնակցություն կուսակցության հետ հերասացապես։ Մենք
արդեն բացահայտում ենք 18-20 թվականներին հայ ժողովրդի դիմադրական պայքարի նոր էջեր։ Դրանց մեջ անպայման սարդախյուրը Շիրակի շարժման մեջ ավելի մասշտաբային է, ավելի արմատական, ռադիկալ և անկասկած մեծ հակակի արժանի, որը մենք պետք է բացահայտենք և գիտական տեսքի բերենք առանց չափազանցնելու և առանց վերագնահատելու այն ամենը, ինչ որ տեղի է ունեցել սարդախյուրում։ Մայիսի 15-18 թվականի Ալեքսանդրապոլը գավ, թուրքերը գրավեցին։ Մի շաբաթվա ընթացքում ամբողջ թուրքական բանակը ցրվեց Շիրակի գյուղերը, հասավ Խալիդի ամբողջ ռայոնը, հասավ մինչև կանգնեց Խալիդի վերջ Էշմիածնին էր մոտենում։ Գյուղերում լցված են թուրքերը, արդեն քալանում են, սպանում, բռնաբանում, ոչնչացնում։ Բոլորի ցուցակագրում են և ուղարկում կապսեն զրույց ճանապարհով, առաջին հերթին գլխատում են հոգևորականությանը, տանում են քահանաների, Ձիթյապովի քահանան, Տեր Գրիգորը, պապս, մորս հայրը, դրանց մեջ ձերբակալվեցին դրանց թվում և դրանք Էրզրումի ճանապարհներին հորեր լցրեցին կարս Էրզրում ճանապարհի ոչնչացին, գլխատում էին մտավորականությանը, տանում էին ուսանողներին և տանում էին երիտասարդությանը, ովքեր կազմելու էին ապագա դերոֆոնտը մեր ժողովրդի և ոչնչացնում։ Այդտեղ ասած Արևմտյան Հայաստանի բոլոր դասերը հայ կոկորելու երեքստովկանի դասերը շատ հեշտությամբ իրարեցին այս։ Եվ 18 թվականի աշխատանքի ժամանակ և 20 թվականի թուրք-հայկական պատերազմի ժամանակ։ Այստեղ աշխարհագրական տեսակետից նպաստավոր էր և լցվեցին գաղթականներ։ Հիմնականում մի հիմնական ճանապարհով իրջի այստեղ չկրակ դեր ճանապարհով այստեղ ոտքով ուժասպառ լցվեցին մարդիկ։ Այդ հին 13-14-րդ դարերից Շիրակում այս կողմերում արվածած քրդերը, թուրքերը, մամեդականները, ղրբչակները, կայակոյունու ցեղերը, Իսապատարոս այդ իսապայրերի ցեղերը, նրանք հուսակում էին իջնել Շիրակի դաշտ, որքան էլ տարօրինակ է, երկար ժամանակ գրավել է, չէ՞ քանի դար այստեղ նստել է, բայց Շիրակի դաշտում թուրքերը և քրդերը մամեդականները չեն ապրել։ Շատ քիչ ընտանիքներ այստեղ տեղավորվել են, հիմնականում Էրլայի շրջանում, Սակարաբադի, Մաշաբարանից, Բերձարակրիսայից, հայ ժողովուրդը երիկտաբնազբով և արդեն գիտակցությամբ, որ դանարը ոսկորին է հասնել, ոտքի կանգնեց, մահ կամ ազատություն լոզուկը ծնվեց այն ժամանակներում։ Այլևս երբ չկա, պետք է թրվեր հայ ժողովրդին և իրենց։ Եվ այդ դիմադրությունը կազմակերպել է։ Նույն այդ ժամանակներում, Սարդարբադի ճակատամարտից հետո, ահավոր վրեժով լցված հայ ժողովրդի նկատմամբ, թուրքերը սկսեցին նահանջել նույն ճանապարհով, հայաստանյան կոչված ճանապարհով, նահանջել դեպի Լեգնական, Ալեքսանդրապոլ, Գյումրի։ Եվ այդ ճանապարհին սկսած Էշմիածնից նրանք հավաքեցին հայ երիտասարդությանը հատկապես։ Եվ բոլորի բերելով շուրջ 3000 հոգի լցրեցին, մի մասին լցրեցին Ձիթյակովի 3 բարակները, Շահինյանների բարակները, որտեղ ռումբեր տետելով, դրնարներ տետելով, պարտեսրեցին բոլորի, ոչնչացրին, և այնտեղ կայք տավելը 450 մարդ, բարակները, բայց Ձիթյակովում ոչնչացվեց Սարևում, երկու լճերում, ոչնչացվեցին շուրջ 3000 Այսպիսի պայմաններում, նաև միջազգային չափազանց սուր իրադրության պայմաններում, և հիմա դրվում է Իրանի հարցը, մեր հարևան Իրանի հարցը։ Եվ Թուրքիան խորամանկելով Եվրոխորհրդի առաջ մեկ-մեկ իրեն դրսևորում է ինչ-որ հայասիրությամբ չհավատալ։ Մենք բոլորս հատկապես Շիրակի բնակչություն սահմանագրքի կանգնած Շիրակի բնակչությունը, հատկապես երիտասարդությունը, պետք է հասկանալ, որ վաղը ամեն ինչ գալու է մեր երկրին, կարող է գալ։ Դա Աստված, որ չկա այդ աղետը։
սողգտլու չի համարվում, սողգտլու է համարվում։ Այդ իսկ պատճառով ես կասեմ սողգտլու եւ գրվելու այդպես, որպեսզի այսուհետ իմանան, որ միևնույն նշանակությունն ունի նույն գյուղի մասին է։ Դա մեկ եւ երկրորդը, քանի որ բավականին շատ բան կա ասելու եւ ժամանակը ինձ չի բավարարի, այդ իսկ պատճառով թույլ տվեք հիմնականում հակիրճ կարդալ այն ինչ որ անհրաժեշտ է այստեղ տեղեկացնել։ Սարդարաբադի Բաշաբարանի Ղարաքիլիսայի 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը ցույց տվեցին հայոց ազգի ուժն ու միասնությունը եւ թուրքերին ստիպեցին ճանաչել Հայաստանի ազգային անկախությունը։ 20-րդ դարի տարեգրության առաջին էջերում հայոց պատմության մեջ հավերժ սրբացան Սարդարաբադ, Բաշաբարան, Ղարաքիլիսա անունները։ Բայց արդյոք միայն այս երեքն են եղել։ Ավելի քան 170 տարի առաջ մեր նախնիները գաղթելով Արևմտյան Հայաստանից, Ալաշկերտից, Մուշից, Վանից հաստատվեցին Արագածի լանջին գտնվող Սողոթու գյուղում, որի նախնին բնակիչները ասպատակիչների կողմից սեր էին քաշվել։ Եկեղեցիները, որ իրենք ոչ թե նույն բախտին ճաշարանան, այլ դերեսխնդիր կրնեն իրենց եղբայրների համար։ 1918 թվականի մայիսի 15-ի երեկոյան թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլ։ Ճանապարհն արդեն բաց էր գրավելու այն, ինչ դեռ մնացել էր Արևելյան Հայաստանից։ Տաշկահանյանից շատ փախստականների, ինչպես նաև Ալեքսանդրապոլի շրջանին 100 գյուղերի ազգաբնակության համար կոտորածներից փրկվելու միակ ելքը Արագածի լանջով դեպի Էջմիածին եւ Երևան անցնելն էր։ Արագածի հարավ-արևմտյան լանջով հիմնական ճանապարհն անցնում է Սողոթույով, Սարնախբուրով։ Ահա այստեղ էլ 1918 թվականի մայիսի 16-ից 22-ը ներեգություն ներառյալ տեղի ունեցել հաղթական ճակատամարտ թուրքերի դեմ, որի շնորհիվ բազմահազար հայեր փրկվեցին վերահաս կոտորածից։ Այս ճակատամարտի վերաբերյալ ուղղակի տեղեկություններ, փաստաթղթեր մեզ շատ քիչ են հասել։ Ճակատամարտը տեղի ունեցել գյուղի բնակիչների նախաձեռնությամբ կառավարական վերահսկողությունից դուրս։ Այդ խառը ժամանակահատվածում ոչ ոք չի գրառել ճակատամարտի մասնակիցների անմիջական վկայությունները, համենայն դեպս այդպիսի գրառում չի պահպանվել։ Այդ պատճառով էլ Սողոթուի ճակատամարտը մի տեսակ դուրս էր մնացել մեր պատմաբանների տեսադաշտից։ Հանգուցյալ եղբորս Լենդի Գևորգյանի սիրելի ընկեր Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանին պատմում էի, որ ըստ ինձ հասած տեղեկությունների գյուղի դիմադրության մասին պետական արխիվներում փաստական նյութեր չկան։ Ակադեմիկոսն ասաց, որ ինձ հասած տեղեկություններն այնքան էլ ճիշտ չեն, որ կան որոշ արխիվային նյութեր գյուղի քաջազնուների վերաբերյալ եւ որ պետք է որոնումները շարունակեն։ Հայաստանի պատմության պետական կենտրոնական արխիվի տնօրեն Սոնյա Միրզոյանի օգնությամբ սկսեցի ուսումնասիրել 1918 թվականին թուրքերին դիմադրելու հետ կապված արխիվային փաստաթղթերը։ Ես պետք է ասեմ նաև հետևյալը, որ 3-4 տարի սանից առաջ գիտելիքության նախագահության նիստում խնդրեցի, որպեսզի ակումբ գիրքը իրենց միջոցներով տպագրվի։ Եվ ասեցի, որ Սարդարաբադի ճակատամարտից առաջ Սողոթույում նման ուժեղ ճակատամարտ է տեղ ունեցել։ Մեր հարգարժան ընկեր Ստեփան Ստեփանյանը, որ այստեղ է, մեծ ուրախությամբ ինձ ասեց, ես անմիջապես նախաբանը կգնեմ։ Երբ որ նախագահության նիստը վերջացավ, հարցրեց, ասեց, արխիվային նյութեր կան, թե ոչ։ Ասի չէ, ասեց, կներես, թեկուզ մի հատ լիներ կգրեի, բայց չեմ կարող գրել։ Եվ դրանից հետո սկսվեց այս պատմությունը եւ քանի որ առիթից օգտվում եմ երկրորդ անգամ չասեմ, բանը հասավ նրան, որ հայկական բանակ հանդեսը սանից 2 տարի առաջ խորությամբ ուսումնասիրեց գրքից վերցած մի փոքր հատվածը եւ փառք Աստծո ես կարող եմ ասել իլուր մեզ բոլորիս որպես աշխալուսան վերջերս տպագրվեց այդ հանդեսը ՆԱՏՕ-ի հանդես է, որը տպագրում է Եվրոպայի մի շատ լեզուներով, տրվում է նաև Ամերիկայի մի շատ այլ պետություններին, այնպես որ
Հենիքս ասունի չվախենակ, նատոն արդեն գիտի, որ սառնախտությունները ուժեղ են։ Այն ինչ ներկայացնում եմ գիտաժողովի մասնակիցներին, մասնավորապես ճակատամարտի կոնկրետ հանգամանքները հիմնված են գլխավորապես հորս պատմածների վրա։ Հայրս եղել է Սովետի ճակատամարտի ոչ միայն մասնակիցը, այլև կազմակերպիչներից եւ ղեկավարներից մեկը։ Նրա հաղորդած տեղեկությունները ես համարում եմ լիովին հավաստի, ընդ որում դրանք հետագայում հաստատվեցին այլ աղբյուրներից ստացված տվյալներով։ Սովետի գյուղում կուտակվել են տասնյակ հազարավոր փախստականներ։ Ոչ միայն գյուղի փողոցները, այն Հայաստանի մեծ բնակավարից մեկն էր, այլև արտերով, դաշտերով անցնելն անհնարին էր։ Մի քանի կիլոմետր հեռավորության վրա սարերի լանջերին երևում էր հոծ բազմություն։ Ամբողջությամբ վերցնած նրանց թիվը հասնում էր ըստ հորս ասացի մոտ 300,000, միգուցե ավել կամ պակաս լինի, պատմաբաներ թող հետագայում պարզեն։ Սակայն այս զանգվածը գրեթե զուրկ էր պաշտպանությունից։ Ահա թե ինչ է գրում մեծ զորավար Հովհաննես Բաղրամյանը։ Իմ հիշողությունները գրքում։ Արփաչայի գետի ձախապին Ղազարաբադ Իսահակյան գյուղի մոտ այդ ուժերի դեմ խոսքը թուրքերի ուժերի մասին է, մինչև Ալագյաց երկաթուղային կայարան ճակատով դեպի արևմուտք պաշտպանվում էր Ալագյացի ջոկատը։ Այդ ջոկատի մեջ գտնվող հայկական առաջին եւ երկրորդ հետևակային բրիգադների գնդերը խիստ սակավաթիվ էին։ Իրենց կազմում ունեին ընդամենը 300-ից 400 զինվոր եւ սպա։ Մեր առաջին հատուկ հայկական հեծելազորային գունդը մինչև 300 թուր ծածկապաշտպանում էր մեծ քանակությամբ փախստականի տարանումը Արարատյան դաշտավայր։ Բոլոր ճանապարհները բառացիորեն ողողված են մարդկանցով, սայլերով ասումները։ Մեր վերան ավար։ Հրամայական պահանջ է դարձել ոչ միայն Ալեքսանդրապոլիս 22 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սոկոտու գյուղի բնակչության, այլև փախստականների վիթխարի բազմության արագ տարանումը մինչև թուրքերի հայտնվելը։ Պետք է շտապ կազմակերպչական միջոցներ ձեռնարկել եւ կազմակերպեց թուրքերի դիմադրությունին։ Ես սա պատահական չէ, որ այս գյուղի համար օրինաչափ երևույթ էր այդպիսի կազմակերպելը։ Բերենք ասածը հաստատող փաստերից մեկը։ 1870 թվականին հիմնած գյուղի դպրոցը տասնյակ տարիների ընթացքում իր որոշիչ դեր ունեցել մարդկանց մտավոր եւ բարոյական զարգացման մեծ ու շնորհալի գործում։ Եվ պատահական չէ, որ բանիմաց մարդկանց շնորհիվ գյուղն ավելի ու ավելի է զարգանում, մեծ հեղինակություն վաստակում Շիրակի դաշտում։ Իսկ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գյուղի հասուն շատ երիտասարդներ քաղաքական տարբեր համոզմունքների տեր էին դարձել։ Ահա թե ինչու այս հողահատվածում կայուն հայացքների տեր հայրենասեր մարդիկ մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքների տարբերությունները որոշեցին հայոց հողի եւ ազգային արժանապատվության գոյամարտել մեր ժողովրդի դարավոր թշնամու դեմ։ Գյուղի հովեյոդայում հավաքվեցին տարիքավոր կյանքի մեծ փորձ ու հեղինակություն ունեցող մարդիկ, այդ թվում զինվորական գործից հասկացող համաշխարհային պատերազմի մասնակցած սպաներ Նահոյ Սարգիսը, Գյորգիյան Խաչի կրկնակիչ կանշանակի, Աթաշի Եղիշի հայրս, Խեչոյի Սերոպը, Շարքայիններ, Մնե Սմբատը, Հարութի Մարալովը, Կարոյի Տոնոն, Կարոյի Հարութը, Նոյի Նահապետը, Շարաֆի Բարսեղը, Քոչեի Թորոսը, Քոչեի Հարություն եւ ուրիշներ։ Ճակատամարտի պահին սխալվելը մահ է, անհրաժեշտ էր ամեն մի մանուկ հաշվի առնել, ուշիոշով լսել բոլորի կարծիքը, ընդունեց ճիշտ բազմակողմանի մշակված առանց չափազանցության հրաշալի որոշում։ Համակողմանի եւ մանրամասն քննարկումը տևեց մինչև առավոտ։ Ըստ որոշման նախ կազմակերպեց կռվելու ոչ ունակ բնակիչների եւ փախստականի տարանուն դեպի Էշմանտին եւ Երևան։ Նրանք բաժանվեցին խմբերի, նշանակվեցին խմբերի ղեկավարներ, կցվեցին մի քանի զինված մարդիկ, կցվեցին նաև կապավորներ, որոնք երբ տարահանվածները մոտենային Էշմիածին, պետք է այդ մասին լուր բերեն գյուղ։ Դրանից հետո կազմակերպեց գյուղի պաշտպանություն։ Իհարկե,
Գյուղի երիտասարդությունը հատկապես պատերազմից վերադարձածների շատերը, ինչպես նաև փախստականների մի մասը զինված է, սակայն դա թուրքերի կանոնավոր բանակին դիմակայելու համար բնավ բավարար չէ։ Լեռներում պատասխանվելը կնշանակեր թուրքերի յաթաղանի ճարակ դարձնել գյուղում մնացած մարդկանց, հիմնականում գաղթական հիվանդ կանանց, երեխաներին և ծերերին։ Կռվով նահանջել մինչև Էշմիածին Երևան նույնպես վտակի տակ կդներ առաջին հերթին նրանց։ Կարճ ժամանակում զենք հայթաթելը շատ դժվար էր։ Պետք էր ժամանակ շահել, պետք էր թուրքերին վախեցնել, խուճապի մատնել, որ նրանք ընկրկեին, խուսափեին գյուղ մտնելուց։ Ապա կողմնորոշվելու նպատակով որոշվեց բնակիչների թվից քաջ և ամառ կանանց ևս թողնել գյուղում, իբր թե նրանք զբաղված են իրենց տնտեսությամբ։ Այսպիսի պատրանք ստեղծելու նպատակով գյուղում թողնեց նաև առանց այն սակավաթիվ անասունների մի մասը։ Ըստ որոշման գյուղում մնացածները թուրքերին պետք է ընդունել առանց դիմադրության և անհրաժեշտության դեպքում գիշերու ներտային։ Մայիսի 16-ին գյուղ մտավ մի փոքր թուրքական ջոկատ, Ալա Փաշայի գլխավորությամբ։ Գյուղացիները նրանց տեղավորեցին հոդեյոտայում, իսկ Փաշային հովե օթախում։ Գիշերը դիրքերից գյուղ իջան Հարութի Մարալովը, Նոյե Սարգիսը, Մնե Սմբատը և մի քանի այլ զինված տղաներ։ Հարութի Մարալովը սպանեց Փաշային, մյուսները հարձակվեցին ասկարների վրա։ Կանանցից Գրիգորյան Լուբարը բանեցին։ Կասնով սպանեց երկու թուրքի։ Թուրքերից մի քանիսը փախան իրենց պարտության լուրը հասցնելով Ալեքսանդրոպոլ։ Իհարկե, սա է նախատեսված էր պաշտպանների կողմից, այսինքն նրանք թողել են, որ մի 2-3 հոգի ապայման փախան։ Դա ապացում է նաև երկրորդ փաստը, խնդրում եմ ուշադրել։ Մայիսի 17-ին 40 ասկարներից բաղկացած մի խումբ ուղարկվեց գյուղ բոլորին քաշելու և գյուղը այրելու հանձնարարություն։ Զինված հայերն ըստ այլշարժի այսպես ասած դիմավորեցին թուրքերին, բոլորին ոչնչացրեցին։ Թուրքերի խմբի ղեկավարի կտրած գլուխը կապեցին ձյուր թամբին և ձին քշեցին դեպի Մոլագյոբչա հարալիկ, որտեղ թուրքեր են։ Կայծակնային արագությամբ Սոբոտի դեպքի մասին լուրը տարածվում է Ալեքսանդրոպոլի գավառի մոտակա գյուղերում։ Այս գյուղերի բնակիչներն մտածելով, որ թուրքերը իրենց վրա կհարձակվեն և սրի կքաշեն, ով ինչպես կարողանում է իրեն գցում է Սոբոտի։ Մի քիչ շարվա մեջ գյուղի տարածքը լսում է նոր փախստականներ։ Նախապատրաստելուց հետո կանոնավոր զորաբանակով թուրքերը շարժում են դեպի գյուղ և ոչ թե Մոլագյոբչայի, այլ Սիվան գյուղի Լեռնակետ ուղղությամբ։ Ինքնապաշտպանությանը վերաբերող բոլոր մտահոգությունները իրականանում են։ Այդպես էլ գիտեին, որ նրանք հարձակման ուղղությունը կփոխեն։ Քաջակորով պաշտպաներ Նոյե Սարգիսը, Աթաշի Եղիշը, Խեչոյի Սերոբը, Հարութի Մարալովը, Շարաֆի Բարսեղի և պատերազմի փորձյան ճանապարհն անցած այլ մարդկանց ղեկավարությամբ ըստ ծրագրվածի վաշտեր կազմած թեժ մարտի բռնվեցին Սոբոտուի և Շիվանգյուղի հարող սարի ամբողջ երկարությամբ։ Այն ինչ տեղ ունեցավ մայիսի 18-ից 22-ը վերի ամեն տեսակի երևակայությունից։ Թշնամու նկատմամբ խորհրդատվությունը, նրանց միջև վեր դիմադրելու վճռականությունը տվեց իրենց արդյունքը։ Հանդիպելով կրակի անառիկ պատնեշի, թշնամին ամեն անգամ նահանջում էր տալով մեծ կորուստներ։ Մերոնք կարողացան նաև թուրքերի մեջ մի կեղծ լուր տարածել, թե իբր Երևանից անգլիացիների կողմից օգնություն է եկել։ Հիշարժանը հետևյալ դեպքը։ Ըստ գրող Վահան Թոթովենցի վկայության 1918 թվականի փետրվարի 14-ին Զորավար Անդրանիկը Թբիլիսի կայարանում տեղ ունեցած հանրահավաքում զինվորների մեջից դուրս հանելով 14-ամյա մի կամավորի և նստեցնելով զինվորների ուսին բացականչում է։ Երբ այս ազգը կրնա այսպես մաններ ղերկել դեպի ճակատ, վստահ եղեք, որ մեր ազատությունը մոտ է։ Իսկ Սոբոտուի պաշտպանների շարքում կային 14-ից 15 տարեկան բազմաթիվ տղաներ։ Արժանին պետք է հատուցել այն բոլորի կանանց,
որոնք գյուղից չերացան եւ թև ու թիկուն դարձան իրենց ամուսիններին։ Գյուղացիներն այսօր մեծ աղնացանքով եւ հարկանքով են հիշում, խոսում Արցվասիկ կանանց, Բուշտյան Ջեյրանի ջերու, Սարգսյան Թարգուլի, Ենոյի Վարսիկի, Հովեի Նոյեմի, Մարխասի Շուշիկի մասին։ Ինձ բախտ է վիճակը նրանցից մի քանիսին տեսնել։ Հրաշքներ են պատմում Գրիգորյան Նուբարի մասին։ Գյուղացիները նրան ուղղակի Վանեցի էին ասում, որովհետև գաղթել էր Վանից։ Ծնվել էր 1883 թվականի Վանի Արջեշ քաղաքում։ Վանի ջարդերի ժամանակ Նուբարի աչքի առաջ թուրքերը սպանում են հորը եւ 4 եղբայրների։ Նուբարը մեծ ճարպկությամբ թուրքերից վերցնում է նրանցի զենքը եւ կռվելով հասնում Ղարս։ Ղարսում ամուսնանում է Սոֆիլեսի Եկմալյան Շաբոյի հետ, որը զինվորական ծառայության մեջ է լինում այնտեղ եւ միասին Ղարս են սովորում։ Այս անձնամեր եւ քաշքրոջյան դեպիսական գերեն։ Այս Նուբարի գործի Եկմալյան Սայքսի պատմածի։ Նրա խիզախությունները սկսվել են դեպանից։ Մինչև վերնշված տղամարդանց հավաքելով նստում են մարակը եւ այլն։ Նուբարն այլված դիակների տակից հանում է ամուսնուն, առաջին ամուսնուն, որը 12 տեղից վիրավորված էր, հագցնում է կանացի շոր եւ տանում տուն։ Մի քանի օր հետո թուրքերն իմանում են եւ գալիս նրանց տանից դուրս հանում ամուսնուն եւ շենքի վրա գլուխը կտրում։ Այդքան դաժանությունների տեսածքինը մտնում մի ուխտի անում, որտեղ թուրք հանդիպի իր վրեժը լուծի, եկել էր ամենապատեհ արետը, գտնելով ամենաթեժ տեղում, ըստ հորս պատմածի, նրա նաև այլ ականատեսների, բանեցին մեծ ճարպկությամբ ուղղակի տեղից տեղ թռչելով, դիպու կրակով իրար հետևից գետնին էր տապալում դեպի առաջ շարժող թուրքերին։ Բայց վիճակը գնալով ծանրացավ, վերջանում են փախուշները, պաշտպանողներն ունեն միայն մեկ գնդացի եւ զինված են ոսի հրացաններով։ Սակայն մի հանգամանք գտնեց պաշտպաններին։ Սովետի վրա կախված վտանգի լուրը հասավ Կոշ, որտեղ տեղակայ